Էլեկտրաէներգիայի 6.93 դրամ թանկացման առաջին ծանրությունն արդեն իրենց վրա զգում են փոքր և միջին ընկերությունները։ Ստանալով օգոստոս ամսվա սպառված էլեկտրաէներգիայի ցուցակը նրանք հասկացել են՝ մի քանի ամիս անց նրանց եկամուտները կտրուկ կնվազեն։ Եկամտաբեր չի, նույնիսկ մտածում եմ մի քանիսը փակել։ Երեք եմ ստացել, դա մոտավորապես 30-40% բարձր է, չգիտես ինչու, քան նախկինում։ 7 դրամը չպետք է այդքան մեծ կազմեր։ Սկսեցին կասկածել, որ երևի թե ձեռնարկություններից են ուզում այն վճարը հանեն, որ փոխհատուցեն ժողովրդը։ Գործարարների համար մեծ խնդիր է ոչ միայն էլեկտրաէներգիայի սակագինը, այլ նաև որակը։ Լարման 220 վոլտին չհամապատասխաներ, հաճախ լինում է 210 կամ ավելի պակաս, հաճախակի անջատումները, թրթռոց այդ տատանումները, այսինքն մատակարարվող հոսանքը այդ թանկ գնի դեպքում էլ այդ որակը չունի, այս է աբսուրդը նաև։ Գործարարները հույս չեն կապում նաև սպասվող աուդիտի հետ։ Հայաստանում մի բան, որ բարձրանում է, հետո դժվար է իջնում։ Կառավարության կողմից օգոստոս ամսվա համար էլեկտրաէներգիայի սակագնի սուբսիդավորման ենթակա ընդհանուր գումարի չափը կազմում է 1 միլիարդ 8 միլիոն 112 հազար 208 դրամ, այսինքն մեր քաղաքացիները եւ շատ քիչ թվով փոքր եւ միջին ձեռնարկատերերը օգոստոս ամսվա համար վճարել են նախկին սակագնով, սակայն սա շատերի կարծիքով երկար չի տևի։ Կբարձրանան, որովհետեւ տեխնոլոգիական իմաստով տեխնիկական, կադրային, մենեջմենթի առումով, բոլոր առումներով մեր էներգետիկան, որը ըստ էության մաս է, ենթակա է ռուսական էներգետիկայի, նա ճգնաժամ է ապրում։ Տնտեսագետի գնահատմամբ այս իրավիճակը կբերի էներգետիկ աղքատության։ Այսինքն բնակչությունը, սպառողները ի վիճակի չեն լինում վճարել էլեկտրաէներգիայի համար, այսինքն էլեկտրաէներգիան դառնում է ոչ մատչելի։ Մյուս կողմից բարձր սակագները ոչ մատչելի են դարձնում նաև մյուս ապրանքատեսակները, ծառայությունները։ Արդեն իսկ պարզ է, որ Հայաստանի էլեկտրական ցանցեր փակbaşնետիրական ընկերությունը վաճառվում է Leormand Holdings Limited ընկերությանը։ Էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը հայտարարել է, թե վաճառքից հետո սակագնի վերանայում չի կարող լինել։ Դա շարունակում է, որ պարոն Երվանդ Զախարյանը պրոէներգետիկ է։